Հերիք է, ինչքան կարելի է քայքայել ժողովրդի նյարդերը։ Այս խոսքերը վերջերս հնչեցին Ազգային ժողովի դահլիճում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Շատերը սա որակեցին որպես ինքնատիրապետման հերթական կորուստ, հատկապես, որ դահլիճում այդ պահին ընդդիմություն անգամ ներկա չէր։ Բայց արդյոք սա պարզապես նյարդային պոռթկում էր, թե մենք գործ ունենք հստակ մշակված քաղաքական տեխնոլոգիայի հետ։ Իրականում վարչապետ ինքնատիրապետումը չի կորցնում, այլ հակառակը, նա այն գտնում է հենց այն պահին, երբ պետք է խաղալ հերթական հուզախառն ներկայացումը սեփական էլեկտորատի առաջ։ Սա կառավարման հիմնական գործիքն է։ Փաշինյանի ընտրողը նրանից սպասում է հենց այդ էմոցիոնալ վիճակը, այդ հունից դուրս գալը։ Եթե հանկարծ նա դառնա հանգիստ, սառնասիրտ ու զուսպ, նրա էլեկտորատը պարզապես երես կթեքի նրանից։ Ինչու է դա տեղի ունենում, որովհետև նրա կողմնակիցների համար հանգիստ Փաշինյանը նշանակում է fake Փաշինյան։ Նրանք սիրում են այն կերպարին, որը պայքարում է, բղավում է և էմոցիաներ է ցուցադրում։ Հենց որ մարդիկ տեսնեն, որ նա այլևս այդպիսին չէ, առաջինը հենց իր ընտրազանգվածը կխժռի նրան։ Բայց վտանգը միայն դրսից չէ, նույն պատկերն է նաև թիմի ներսում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության համար ևս հանգիստ առաջնորդը թուլության նշան է։ Եթե նրանք տեսնեն, որ նա կորցրել է իր էմոցիոնալ ազդեցությունը, նրանց մոտ կմիանա ինքնապաշտպանության բնազդը, և նրանք պատրաստ կլինեն հեռանալ fake դարձած առաջնորդից։ Ահա թե ինչու է վարչապետը պարբերաբար դուրս գալիս հունից և կապ չունի նիստերի դահլիճում մարդ կա, թե ոչ, կա ընդդիմություն, թե ոչ, այդ ելույթները հասցեագրված են ոչ թե պատգամավորներին, այլ այն մարդկանց, ովքեր էկրանների այն կողմում սպասում են իրական և էմոցիոնալ առաջնորդին։ Իսկ դուք ինչ եք կարծում, սա իսկական էմոցիա է, թե հաշվարկված խաղ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում և բաժանորդագրվեք մեր ալիքին նոր վերլուծությունները բաց չթողնելու համար։